Բարի տոնական երեկո բոլոր մեզ նոր միացած հեռուստադիտողներին, մեր տոնական եթերը շարունակվում է։ Էլի խոսելու ենք ամանորից, էլի խոսելու ենք ամանորյա սեղանից, իսկ ամանորյա սեղանի անպակաս զարդն է համարվում գինին։ Տաղավարում է Գինիլից հաղորդման հաղորդավար Սոս Սարոյանը։ Բարի երեկո Սոս, ուրախ եմ, որ հասցրել եք գալ ամանորից առաջ մեր տաղավարում գտնվել։ Ես էլ եմ ուրախ, որ գտնվում եմ այստեղ։ Ինչպես է տրամադրությունը ամանորյա։ Հոյակապ տոնական։ Հրաշալի է, ամանորյա սեղանին արդեն ասեցի, գինին անպակաս զարդ է, դուք ինչ խորհուրդ եք տալիս, ինչ գինի է պետք ընտրել ամանորին։ Ընդհանրապես ավելի լավ է ընտրել գինի, կապ չունի ինչ գինի կլինի, քանի որ մեր ազգը հիմա ավելի շատ թունդ ալկոհոլ է օգտագործում, հատկապես օղի եւ կոնյակ։ Կոնյակի հետ կապված շատ բան չեմ կարող ասել, որովհետև ամեն դեպքում նա դարել է արդեն մեր մշակույթի մաս, բայց եթե կարելի է օղին փոխարինել գինով, ապա ցանկալի է փոխարինել, որտեղ օղին սոցիալական խմիչք է, իսկ գինին մշակութային, իսկ մշակույթը պետք է պահպանել, հասկանալ եւ ճանաչել։ Իսկ մեր ազգը գինին այդքան էլ լավ չի ճանաչում դեռ։ Հիմա մեծ տեմպերով առաջ են գնում եւ մեր Գինիլից հաղորդաշարի նպատակներից մեկը հենց դա է։ Գինին ինչ դեր ունի ամանորի սեղանին։ Ինձ թվում է ամանորը չառանձնացնենք, ընդհանրապես ցանկացած առիթին, հա, մեր նախնիները օգտագործել են գինի, նա համարվում է կենդանի խմիչք, սուրբ խմիչք, հետեւաբար ամենաառաջնային դերերից մեկը նա ունի եւ նոր տարի մտնելը ցանկալի է հենց գինու շուրջ մտնել, ճիշտ է, հիմա ավելի շատ փրփրուն գինի է օգտագործում, բայց կապ չունի, գինին մնում է գինի։ Իսկ տարբերություն կա, թե տոնական սեղանի համար կընտրվի սպիտակ գինին, կարմիր գինին, տեսակները արդեն գինու։ Իմ կարծիքով չկա, որտեղ ամեն մարդու քիմքը յուրահատուկ է, յուրովի եւ ամեն մեկը կարող է ընտրել իրեն համապատասխան գինի։ Միայն եղանակային պայմաններից ելնելով, քանի որ ձմռանն ենք մենք նշում նոր տարին, հետեւաբար ավելի լավ է ընտրել կարմիր գինի, որտեղ կարմիրը ավելի սառը եղանակի խմիչք է, քան սպիտակը։ Բայց իհարկե չէ, այդ ընտրության մասով նշանակություններ կան, բացի եղանակային տարբերություններով պայմանավորված գույնի ընտրությունը։ Եվ սննդի հետ համադրություն, որտեղ հիմնականում մեր ամանորյա սեղանի զարդերից մեկը մսամթերքն է, իսկ հիմնականում կարմիր միս ենք մենք օգտագործում, նաև համադրելի է կարմիր գինին, ավելի շատ կարմիր մսերի հետ, քան սպիտակ։ Բայց ոնց նշեցի, դա էլի ինդիվիդուալ է եւ այն մարդու քիմք տարբերվում է մյուսից եւ հետ էական չի։ Կարևորը քեզ հաճելի լինի եւ հաճույք զգաս գինի խմելուց եւ ուտեստը ուտելուց իրար հետ համադրելուց։ Երբ վերադառնում եք ձեր մանկության շրջան, տոնական սեղաններին, ամանորին, գինին կար կարևոր դեր ուներ։ Կար, բայց որ ասեմ կարևոր դեր ուներ, այդքան չէ, հենց դա է խմորումներ առաջացել իմ մոտ, որ ոնց նշեցի Գինիլից հաղորդումը առաջանա, միշտ օղի էին օգտագործում, գինին այնքանա որ պետքա լիներ, որ կարող է կանանցից ինչ-որ մեկը որոշել գինի խմել, հիմնականում համարում էին կանանց, աղջիկների համար գինի, բայց գինին հենց իրանով ի սկզբանե տղամարդկային եւ աստվածային խմիչք է, նաեւ իրավունք ունեին առաջ միայն իշխաններն ու թագավորները խմել գինի, հետեւաբար դա դարձնել զուտ կանանց համար այնքանավոր խմիչք, դա իմ կարծիքով շատ սխալ է։ Ու տենց որոշեցինք Գինիլից հաղորդաշարը ունենանք, որ մեր ազգը ավելի լավ ճանաչի գինին, հատկապես հայկական գինին, եւ գինուն վերաբերվի որպես ավելի լուրջ խմիչքի, որտեղ ինքը ամենալուրջ խմիչներից մեկն է աշխարհի։ Անդադ մենք պտտվում ենք հաղորդման շուրջ, ինձ հետաքրքիր է ձեզ հաղորդումը ինչ է տվել անցնող տարվա ընթացքում հեռուստադիտողին եւ այն նպատակները, որը եղել են ձեր առաջ հաղորդման միջոցով հեռուստադիտողին փոխանցելու տեղ հասել է թե ոչ։ Լսելով մարդկանց կողմից արձագանքներ, տարբեր առիթների, տարբեր մարդկանց, տարբեր խավի եւ տարբեր մասնագիտությունների, զգում եմ, որ հաղորդումը ինչ որ չափով տեղ հասնում է եւ մի կաթիլ է մեծ օվկիանոսի մեջ դեպի գինու սպառում, որտեղ ոնց նշեցի մեր մոտ հիմնականում օղի ենք սպառում, բայց վերջի մի քանի տարվա ընթացքում մենք սկսել ենք 2-3 անգամ ավելի շատ գինի սպառել, բայց ամեն դեպքում թիվը մի քանի անգամ շատ քիչ է թունդ ալկոհոլի սպառումից։ Կարծում եմ ամեն մեկը, ամեն գինեգործ կամ ով հնարավորություն ունի թեկուզ մի կաթիլ գցել այդ ծովի մեջ, արդյունքները մեծ կլինեն հետագայում։
Որ գինեգործական նորություններ անցնող տարվա ընթացքում որ եղավ ու ձեզ զարմացրեց, կա այդպիսին։ Հա, կա մեր արտադրողներից մեկը, Վանարտի ընկերությունը, բազալտի մեջ սկսեց գինի պատրաստել, իսկ բազալտից պահամաս արկեցին։ Այո, մենք սովորենք տակառում տեսնել, չէ՞ գինի։ Տակառում, կարասներում, ժանգոտվող պողպատում, ամենտեղ, բայց բազալտը մեր երկրում առաջին անգամ էր ու անապեր սպասում եմ մյուս տարի համտեսել այդ գինի։ Փորձարկմանը։ Շատ լավ, տեսնենք թե ինչպես է ուրեմն ստացվելու։ Խոսենք նաև Մաչանենց վայն գինու արտադրության մասին, ինչ նորություններ կան այս ուղղությամբ, ինչպես մեր հեռուստադիտողները կարող են ձեռք բերել գինիները։ Շատ լավ, նշեմ, որ մենք 20 թվականից ենք սկսել արտադրությունը, 23 թվականին մեծացել ենք եւ տեսականի եւ արտադրամասը, իսկ 25 թիվը հետաքրքիր է նրանով, որ մենք ավելի շատ սկսեցինք աշխատել կարասների հետ, 23 թվին առաջին անգամ օգտագործեցինք կարաս գինու արտադրության մեջ, շատ լավ արդյունքներ ունեցանք ու կարելի ասել մեր կարասային գինիներից մեկը ամենաշատ սպառումը ունի եւ մենք 25 թվականին ստեղծեցինք կարասային կարմիր գինի, առաջինը սպիտակ էր ու մի քանի ամսից ինձ թվում է կհամտեսենք եւ կզգանք արդյունքները ոնց է։ Ես անապեր սպասում եմ տեսնենք վերջնարդյունքը ինչ կլինի։ Սպառման առումով նկատում եք ավելի շատ կարմիրը, թե սպիտակն են նախընտրում գինի սիրողները, ընտրողները։ Ընդհանրապես մեր ազգը ավելի շատ կարմիր գինի խմող ազգ է, բայց մեր գինիների սպառման մեծ մասը բաժին անգնում տուրիստներին, իսկ տուրիստական սեզոնը հիմնականում շոկ եղանակն է, հետևաբար սպիտակն ու վարդագույնը ավելի շատ է սպառվում։ Բայց մեր ազգը ավելի շատ կարմիր խմող է։ Կարմիրն է սիրում եւ հետաքրքիր է ունեք ինչ որ կանխատեսումներ գինու զարգացման միտումների մասով արդեն նոր տարվա համար։ Ընդհանրապես ուղիղ կապ ունի ընդհանուր երկրի տնտեսական վիճակից, քանի որ գինին թանկ հաճույք է։ Լավ գինի։ Այո, լավ գինին թանկ հաճույք է, հետևաբար անմիջապես կապ ունի մարդու գնողունակության հետ։ Բայց իմ կարծիքով ավելի շատ կլինի, քան 2025 թվականին, որտեղ գնալով ավելի շատ գինի ենք խմում, քան թունդողի։ Թունդ խմիչք։ Հասկացա ձեզ, շատ լավ եւ վերջում ձեզ համար պատրաստել ենք նաեւ բլից հարցեր, ինչպես մեր մյուս հյուրերի, վերաբերող ամանորին։ Եթե ամանորը լիներ մարդ, ինչպեսին կլիներ այն, ինչ արտաքին կունենար։ Մարդ։ Այո։ Դες թվում է ծմեր պապիկի պես պետք է լիներ երևի թե։ Ահա։ Ձմեր պապիկի, շատ լավ։ 31-ի գիշերը ավելի շատ ժամացույցին եք նայում, թե սեղանին։ Ինձ թվում է ժամացույցին։ Սպասում եք այդ պահին։ Առանց ինչի չեք պատկերացնում նոր տարին։ Առանց գինի, բնականաբար։ Ինձ թվում է հաջորդ հարցս արդեն անիմաստ է, որտեղ հարցնելու եմ ամանորի սիրելի խմիչքը։ Գինին, բնականաբար։ Ինչ կմաղթեք հայ ժողովրդին 2026 թվականին։ Ընդհանուր կմաղթեմ արժանապատիվ, ամեն ինչը արժանապատիվ կլինի խաղաղություն, կլինի պատերազմ, ընդունենք արժանապատիվ եւ ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտող, շնորհակալ եմ, որ ձեր տոնական երեկոն սկսեցիք եւ կշարունակեք արդեն մեր գործընկերների հետ ու կդիմավորեք 2026 թվականը։ Վստահ եմ, որ այս անցնող տարվա ընթացքում կարողացել ենք արդեն առավոտյան մեր եթերներին ջերմ հույզեր, էմոցիաներ ձեզ պարգևել։ Տաղավարում ձեզ համար աշխատեց Արմինե Թովմասյանը, կհանդիպենք հաջորդ տարի, այս պահին ձեզ կմիանա իմ գործընկեր Աննա Կոստանյանը։